որևէ քայլ, որի դեպքում դուք հետ քայլ կանեք, որևէ դեպքում կա։ Եթե գյումրեցիները այսքան բանից հետո, եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այս ամեն ինչը տեսնելով թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնազուների հետ, գյումրեցիների ընտրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը ավարտենք չենք հարց ունեմ, Փարակ ջան։ Ասա։ Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամաբանության մեջ է բացարձակ կապ չունի, Թալանի հետ կապված ես ասել եմ հասեատերը ես չեմ, քանի որ դրա հասեատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել, ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք են խոսում, գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ ի՞նչ Թալան պիտի վերադարձնեի։ Գալուս ճանապարհը լրիվ քարուքանդ էր։ Այս կողմով ենք եկել։ Բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունը իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնագները, ինչ պրոբլեմ որ ուներ Գյումրին վերացնեին, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնագներն ու այս խնդիրները մնացել են ժողովուրդ ջան։ Հիմա գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կկառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Պարոն Գրիգորյան, թատրոնում ձեր եւ Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ եղել է։ Մասին խոսել ժողովուրդ ջան, լրատվական ես չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում այդ անձնական խոսակցությունների մասին չեմ ուզում խոսել։ Այո, ճանաչել եմ նորմալով, ճանաչել եմ որպես նորմալ մարդ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ ասած, այդ կարգի շփում չեմ ունեցել, որ գիտենամ ինքը այն ժամանակ էր Արցախ հաղթում, թե ԿՓ մտնելուց հետո նոր սկսեց Արցախը ու արցախցիներին ադել։ Դուր գալու համար, Դե հասկանալի է, ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել ոչ մի ուժի հետ համագործակցության արդյունքում ես ինձ թույլ տամ այնպիսի բան, ինչ որ հաճելի է տվյալ քաղաքական ուժին։ Ես ինձ թույլ եմ տալու այնպիսի բաներ, որը հաճելի է ու ընդունելի է գյումրեցիների կողմից։ Քաղաքական ուժերը կկանել կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ, այնպես որ կարևոր է այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է։ Ամեն ինչ անցողիկ է։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։